Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ և խոհանոցի սիրահարներ, այսօր այսպիսի համեղություն եմ պատրաստել և եկել եմ սիրով կիսվել ձեզ հետ պատրաստման եղանակով։ Մնացեք ինձ հետ, որպեսզի տեսնեք, թե ոնց կարելի է այսպիսի համեղությունը շատ պարզ և հեշտ պատրաստել։ Դե իսկ առաջին հերթին պատրաստում ենք խմորը, դրա համար ամանի մեջ լցնում ենք գոլից տաք կաթը, ավելացնում ենք շաքարավազը, ավելացնում ենք խմորիչը, մի պտղուց աղ ենք ցանում և մի փոքր խառնում ենք։ Այնուհետև այստեղ կոտրում ենք 2 ձուն և նորից մի փոքր խառնում ենք։ Ավելացնում ենք նաև բուսական յուղը և սկսում ենք քիչ-քիչ ավելացնել ալյուրը մաղելով։ Պետք է ստանանք շատ փափուկ և թույլ խմոր։ Այս խմորը պատրաստելիս ես անգամ ձեռքերով չեմ հունցում, ընդամենը այսպես գդալով 3-ից 5 րոպե այսպես հունցում եմ և դա լրիվ բավական է շատ համեղ բուլկիներ ստանալու համար։ Ահա և վերջ ստացանք միասեռ և էլաստիկ խմոր, տեսեք թե որքան թույլ խմոր է, ալյուրը շատ պետք չէ, քանի որ շատ ալյուրի դեպքում կլինեն շատ ձիգ բուլկիներ։ Այսպես ծածկում ենք և տեղափոխում ենք տաք տեղ, որպեսզի խմորը հասունանա և կրկնապատկվի։ Ես միշտ խմորը տեղափոխում եմ գոլ ջեռուցում և 40 րոպե ամենաշատը խմորը պատրաստ է լինում։ Սեղանի վրա ալյուր ենք ցանում և մեր խմորը տեղափոխում ենք սեղանի վրա։ Տեսեք թե որքան թույլ խմոր է։ Նորից ալյուր ենք ցանում խմորի վրա, որպեսզի կարողանանք աշխատել։ Հավաքում ենք իրար վրա խմորը և բաժանում մասերի։ Եվ ահա սիրելի հետևորդներ, այս չափաբաժնից ստացանք 23 գունդ, բավականին մեծ գնդեր են, այնուհետև տապակի մեջ այսպես բուսայուղ ենք քսում և գնդերը հեռավորություն պահելով տեղափոխում ենք տապակի մեջ։ Խմորները նորից ծածկում ենք սննդային թաղանթով և թողնում ենք, որպեսզի նորից կրկնապատկվեն։ Իսկ այդ ընթացքում պատրաստում ենք մեր համեղ կրեմը, դրա համար ամանի մեջ լցնում ենք կաթնաշոռը, վրան ավելացնում ենք թթվասերը, ավելացնում ենք 1 ձվի սպիտակուցը, իսկ դեղնուցը թողնում ենք վրան քսելու համար։ Ավելացնում ենք շաքարի փոշի, բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգտնեք տեսանյութի ներքևում։ Լավ խառնում ենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված և դնում ենք մի կողմ։ Որից հետո մանր կտրատում ենք ելակը։ Եվ ահա տեսեք գնդերը որքան են մեծացել, ես նորից տեղափոխել էի ջեռոց շատ թույլ ջերմաստիճանի տակ, մոտավորապես 20 րոպե այնտեղ մնալուց հետո այսպես գնդերը ուռչել են, շատ փքուն են դարձել։ Այժմ մեր ձվի դեղնուցի վրա ավելացնում ենք 1 ճաշի գդալ կաթ, խառնում ենք և քսում ենք գնդերի վրա։
Որից հետո բաժակի օգնությամբ կամ ձեռքով կամ գդալով ահա այսպես փոսիկ ենք առաջացնում, որպեսզի մեր միջուկը ավելացնենք։ Իմ կարծիքով ամենահեշտ տարբերակը գդալով տարբերակն էր, քանի որ բաժակի դեպքում խմորը բավականաչափ կպնում է բաժակին և տեսքը կորցնում է։ Իսկ հիմա ավելացնում ենք մեր շատ համեղ կրեմը, ամեն գնդին մոտավորապես 2 թեյի գդալ։ Դե իսկ վերջում ձևավորում ենք համեղ ելակներով, ջեռոցը տաքացնում ենք մինչև 170 աստիճան, տեղափոխում ենք մեր բուլկիները թխվելու մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը, մոտավորապես 25-ից 30 րոպե։ Եվ տեսեք, թե ինչ շքեղ բուլկիներ ենք ստանում շատ նուրբ կրեմով և համեղ ելակով, կարծում եմ խոսքերն ավելորդ են, իսկ բույրը տարածվել է ամբողջ տնով մեկ, շատ համեղ է ստացվել սիրելի հետևորդներ, և տեսակ, թե պատրաստման ընթացքը որքան մատչելի և հեշտ էր, կարծում եմ, որ յուրաքանչյուրը կկարողանա այս արդյունքը ստանալ։ Յուրաքանչյուր ուտեստ պատրաստելիս ամենակարևոր բաղադրիչը դա սերն է, որը պետք է պարտադիր լինի, առանց դրա ոչ մի ուտեստ ոչ համեղ, ոչ գեղեցիկ կստացվի, իսկ ես պատրաստեցի սիրով, եթե հավանեցիք իմ տեսանյութը բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, սեղմեք հավանելու կոճակը, կարող եք կիսվել նաև ձեր սոցցանցերում, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեսնեն, իսկ ես սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին, փորձեք, տեսնենք ձեզ մոտ ինչպես է ստացվել, կիսվեք ինձ հետ, ինձ համար դա շատ կարևոր կլինի, իսկ այսօր էլ պատրաստել էի այսքանը, շնորհակալություն, որ ինձ հետ եք, հետևում եք, մինչ նոր հաջորդ համեղ տեսանյութեր։